Նրա անունը վաղուց դարձել է ճշմարիտ խաղի ու նրբաճաշակության խորհրդանիշ։ Նրա կերտասերոսները պարզապես գրական կերպարներ չեն, դրանք ունեն հոգի, շունչ և հիշողություն։ Նա արտիստ էր, որ խոսում էր ոչ միայն բառերով, այլ հայացքով ու լռությամբ։ Նրա ցանկացած բեմել վերածվում էր հանդիսատեսի հետ անկեղծ խոստովանության, որովհետև ազնիվ էր կյանքում և ազնիվ էր արվեստում։ Արա Դեղտրիկյան, այսօր քայլելու ենք նրա ստեղծագործական ճանապարհի հետքերով։ Արա Դեղտրիկյանը շատ արժանապատիվ անձնավորություն էր, որը կրում էր իր մեջ մարդկային տեսակը և այն օժտվածությունը, որ նրան տրված էր ի վերուստ։ Կյանքում ինքը շատ ջերմ, փափուկ անձնավորություն էր, բոլորին տեսնում էր, բոլորին լսում էր։ Նա նվիրյալ էր թե իր ընտանիքի, դստեր, թոռների և թե իր շրջապատի ընկերների։ Նա օժտված էր մի հմայքով, մարդկային տեսակի հմայքով, որը բեմում այդ հմայքը կրկնապատկվում էր և դա անուղղակիորեն հասնում էր հանդիսատեսին։ Նրա կերտած դերերն ապրում են հանդիսատեսի ու դիտողի հիշողություններում։ Վարպետորեն կառուցված կերպարները դեռ շարունակում են խոսել սիրո, ցավի, պայքարի ու հույսի մասին։ Արայիկ Դեղտրիկյանն ուներ մի երկու կարևոր հատկություն, որ պետք է ունենա յուրաքանչյուր մարդ։ Դա մարդ լինելն էր, ընկեր լինելն էր, երկրորդը մեծատառու դերասան լինելը։ Նրա մոտեցումը գործին, նրա մոտեցումը ընկերությանը, մարդամոտ լինելը, մարդասեր լինելը, հրաշալի պարտնյոր լինելը և բեմում, և կինոյում, և հեռուստասերիալներում։ Հրաշալի մարդ, որը երբ մտնում էր սենյակ, սենյակը լցվում էր լույսով։ Բացառիկ մարդ էր։ Մեր քաղաքի հետաքրքիր գույներից մեկն էր։ Իր բացառիկությունը կայանում էր իր մարդ լինելու մեջ։ Հետաքրքիր գույն էր մեր իրականության մեջ, հրաշալի դերասան էր։ Ես շատ էի իրան սիրում և երկրպագում որպես դերասան, ու իրանից շատ բան կար սովորելու։ Այդ 2 տարիների ընթացքում, որը իհարկե վերածվեց հետո արդեն ընտանեկան ընկերության, մտերմության, ես իրանց այնքան բան եմ սովորել։ Դպրոցն ավարտելուց հետո Արա Դեղտրիկյանն ընդունվում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և նրա կյանքը շրջադարձորեն փոխվում է, նոր միջավայր, նոր մարդիկ և նոր զգացումներ։ Ուսանողական յուրաքանչյուր օրն ու ժամը նա հենց այնպես չի վատնել, մշտապես լինելով երիտասարդական կյանքի կենտրոնում և ստանձնելով գլխավոր կերպարներ։ Ակադեմիական բարձր դպրոց անցած արտիստը, ընդունելով ժամանակի պահանջները, այնուամենայնիվ կարծում էր, որ ոչ բոլոր նորարարություններն են տեղին ու պիտանի։ Հասկանում եմ, որ թատրոնին անհրաժեշտ է նոր շունչ, բայց այդ ամենը պետք է լինի շատ արդարացված։ Ի վերջո ես դասական թատրոնի կողմնակից եմ, որտեղ կա դերասան, որտեղ զգում ես բեմադրիչի ձեռագիրը, որտեղ կա սիրտ ու հոգի։ Այսպիսի դիտարկում է արել Արա Դեղտրիկյանը։ Արայի բոլոր դերերն էին գունեղ, այսինքն ինքն էր այդ դերերը դարձնում գունեղ, որովհետև Արան շատ ինքնատիպ արտիստ էր, չկրկնվող էր, չնմանվող էր, այսինքն ինքը հենց Արան էր, ինքը որևէ մեկին նման չէր, ընդհանրություններ որևէ մեկ այլ դերասանի հետ Արան չուներ, յուրաքանչյուր դերում տարբեր էր և ամենակարևորը ինձ համար նա երբեք չխաղաց, իսկ դերասանի համար դա ամենակարևորն է, որ պետք չի խաղալ, պետք է լինել այնքան բնական, որ և հեռուստադիտողը և հանդիսատեսը քեզ հավատա։ Թատերարվեստում Արա Դեղտրիկյանի ամենաուսուցիչը եղել է ռեժիսոր, բեմադրիչ, վաստակաշատ մանկավարժ Զավեն Տատինցյանը, որի հիմնած դպրոցն իր ցանկալի պտուղներն է տվել
Արտիստի ստեղծագործական ընթացքի եւ բեմական բուրըն գործունեության մեջ եւ նա շարունակ բարձր է գնահատել եւ մեծ արանքի արժանացրել իր ուսուցչին։ Վերջերս մի տեսանյութ տեսա, ընդհանրապես իր մասին շատ տեսանյութեր պատտվեցին։ Ինքը այդ հարցազրույցում ասում էր, որ մահվանից հետո մարդուն ոչ թե պետք է ասեն ինչ լավ էր, որ գնաց, իսկ ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որոնց մահը առանձնապես տխրություն չի բերում շրջապատին, այլ պիտի ասեն հազար ափսոս։ Ու իր դեպքում այնքան ափսոսանք հայտնվեց, այնքան մարդիկ, որոնց ես տեսնում եմ փողոցում, անծանոթ մարդիկ, հատկապես կանայք, որոնք հուզվում են, պատմում են իր մասին, որոնք շատ լավ հիշողություններով են անդրադառնում։ Ես կարծում եմ, որ Արան այն մարդկանցից էր, որին մշտապես հիշելու են, որի տեղը մշտապես բոլորը այն մարդիկ, ովքեր իր հետ շփվել են, զգալու են եւ մշտապես այդ տեղը բաց է մնալու նաեւ արվեստում։ Արա Դեղտրիկյանի ճանապարհը շաղախված էր անկեղծությամբ, սիրով ու հումորի զգացումով։ Նա ուներ մարդու համար ամենակարևոր հատկությունները։ Սերը նրան դարձնում էր ավելի լիարժեք։ Ազնվությունը նրա հաղթաթուղթն էր բոլոր ոլորտներում, իսկ հումորն օգնում էր դիմակայել կյանքի դժվարություններին, նույնիսկ ամենամռայլ պահերին տեսնելով լուսավորը։ Նա, ով սիրել չգիտի եւ չունի հումորի զգացում, կործանված մարդ է։ Հարցազրույցներից մեկում ասել է վաստակաշատ արտիստը։ Հումոր ուներ, սուր հումոր ուներ, հետաքրքիր հումոր ուներ ու իր հետ շփվելը եւ ճանապարհ ընկնելը դա մի ուրիշ տեսակի իրավիճակ էր ստեղծվում մեզ մոտ, մթնոլորտ էր ստեղծում, ինքը դրական մթնոլորտ։ Ես ասում եմ, ինքը երբ մտնում էր միտեղ մի միջավայր, որտեղ մարդիկ հավաքված են, հավաքույթը լցվում էր ընդհանուր սենյակը թե դահլիճը, մի տես անբացատրել եւ որպես դերասան լցնում էր բեմը ինքը, լցնող մարդ էր։ Ներկայացումներից առաջ մեզ կանչում էր երիտասարդներից, ասում էր երեխեք, մի փոքր չխմենք, տաքանանք։ Շատ առատաձեռն մարդ էր, շատ։ Ամեն ներկայացումից առաջ նախ շատ շուտ էր գալի, բոլորիցս պունկտուալը ինքն էր, գալիս էր sense մեզ տոպրակներով, բաներով, մեզ տարբեր տեսակի կոնֆետներ, համեղ ուտեստներ, ասում էր էս բանը կարասա պատրաստ է երեխեք, կերեք, բան, չգիտեմ, միշտ sense իր այդ պոզիտիվությունը, իր այդ դրական էներգիան մեզ էր փոխանցում։ Հայդեպ ասեմ, որ մեզանից լավ հիշում էր տեքստերը, հուշում էր անգամ բեմում մեզ տեքստեր։ Արա Դեղտրիկյանն այն մեծ դիապազոն ունեցող արտիստն էր, որի պահանջը զգում էր յուրաքանչյուր թատրոն։ Այդ իսկ պատճառով դերասանը աշխատել ու հրավիրվել է խաղալու Երևանի գրեթե բոլոր թատրոններում։ Պատանի հանդիսատեսի թատրոնում էր, երբ Հայբեմում առաջին անգամ մարմնավորեց Զորավար Անդրանիկի կերպարը, իսկ նորանկախ Հայաստանում դա մեծ ձեռքբերում էր լայն իմաստով։ Արան մեր այսօրվա հերոսն է, նա այն բացառիկ դերասաններից է, ով առաջինը խաղաց Անդրանիկ Զորավարի դերը, որին հետևեցին մի շարք այլ դերեր, այնուհետև բանակ, ինստիտուտ ու կրկին թատրոն, որտեղ մենք կապվեցինք ճակատագրով։ Նա փնտրված դերասան է ու կարգին մարդ։ Հենց այս տողերով, ճիշտ 10 տարի առաջ, նրա ծննդյան 50-ամյակը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն, ում հետ Արա Դեղտրիկյանն անցել է բավականին երկար ճանապարհ։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ Դեղտրիկյանի նման մարդու հետ աշխատել եմ, որովհետև նմանատիպ դերասան չեմ չափազանցնի, իսկապես հիմա երևի թե չկա, երևի թե շատ քիչ համենայն դեպս ինքը ամբողջությամբ թատրոն էր, իր հետ անհետաքրքիր ոչինչ չէր անցնում, թե փորձերը, թե կյանքում ուղակի շփումները։ Արա Դեղտրիկյանը ոչ միայն վարպետորեն աշխատում էր իր կերպարների, նրանց ապրումների ու կենսագրությունների հետ, այլև գնահատում էր բարձր արվեստն ու արվեստի այն գործիչներին, որոնք թելադրում էին ճաշակ եւ քայլում են սերունդների առջևից։
հիացած էր Ավետ Ավետիսյանի խաղով, առանձնահատուկ էր վերաբերմունքը Խորեն Աբրահամյանի ու Մհեր Մկրտչյանի նկատմամբ, վարպետներ էր համարում Ալ Պաչինոին ու Ջեք Նիքլսոնին։ Անտարբեր չէր նաև կերպարվեստի հանդեպ, հատկապես Վան Գոգի, Սարյանի ու Մինասի ստեղծագործությունների։ Այս ամենի համաձուլվածքը կազմում էր դերասանի ներաշխարը, որտեղից էլ ծնունդ էին առնում նրա հերոսները իրենց պատճառաբանված գործողություններով։ Արա Դեղտրիկյանը շրջագայել է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ եվրոպական մի շարք քաղաքներում։ Չարլեի մորաքույրը ներկայացմամբ հանդես է եկել Վորոնեժում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ ցուցադրել այնպիսի հրաշալի եւ փայլուն դերասանական խաղ, որ փառատոներից մեկի ժամանակ արժանացել է բարձր մրցանակի։ Իդեպ այս ներկայացման մեջ խաղացել է նաև Արա Դեղտրիկյանի կինը Կարինե Աջամյանը։ Մեր ստեղծագործական, այսպես ասած, կապը տեղի ունեցավ Բարի գալուս ներկայացման ժամանակ։ Մի ներկայացում, որը իր մեջ համադրել էր 3 հայատեսակների, դա պարսկահայն էր, հայաստանցին և լիբանանահայը, և Արայիկը ստանձնեց այդ պարսկահայի կերպարը։ Հետաքրքիրը գիտեք ինչն էր, որ նույնիսկ ներկայացման ժամանակ լինելով նրա բեմում ընկերը, ես հազիվ զսպում է ինձ, որ հանդիսատեսի հետ չպորտկամ, չծապահարեմ նրա դերակատարմանը։ Ես կարծում եմ, որ այդ դերակատարումը կարելի է դասել անկախության շրջանի լավագույն քնարների, դերասանական քնարների շարքում, միանշանակ։ Շուրջ 20 ու ավել տարիներ Արա Դեղտրիկյանին ճանաչում եմ եւ մեր մեջ շատ մարդկային, շատ ջերմ եւ գործընկերային կապ է եղել։ Ըստ իս կա չարդարացված մի կարծրատիպ, ըստ որի անփոխարինելի մարդիկ չկա։ Սխալ նախադասություն է, սխալ միտք է իմ կարծիքով, կան։ Անփոխարինելի մարդիկ կան, եթե նրանք մարդ են։ Իսկ Արան մարդ էր, շատ մեծ մարդ էր, իր տեսակով, իր պարզությամբ, իր զուլալությամբ, իր անմիջականությամբ։ Արա Դեղտրիկյանն իր ստեղծագործական բուրըն ընթացքի մեջ մտավ թատրոնների եւ առհասարակ արվեստի համար այն դժվար ժամանակներում, երբ երկիրը նոր ոտքի էր կանգնում, երբ յուրաքանչյուր ոլորտ ինքն իրեն գտնելու, ինքնուրույն կայանալու ճանապարհին էր։ Այդ փուլում թատրոններում կարելի էր հանդիպել միայն նվիրյալների, ովքեր երբեմն առանց վարձատրության իրենց գործն էին անում, պահպանելով մշակույթն ու ապացուցելով, որ հայի գերագույն զենքերից մեկն արվեստն է։ Արան բեմում շատ վստահելի խաղընկեր էր, վստահելի։ Ունեինք տեսարաններ, որ բեմադրելու ընթացքում այդպես շատ հումորով էինք անցել եւ երբ գալիս էր այդ տեսարանները խաղալու ժամանակ աշխատում էինք իրար չնայել, որովհետև հենց հանկարծ մոռանում էինք ու նայում էինք իրար, սկսում էինք ծիծաղել ու շատ դժվար էր լինում հետո հավաքվելը։ Արան այն ինչ անում էր թատրոնում բեմում, դա ուրիշ մակարդակ էր, դա ուրիշ տեսակ էր, այն ինչ որ անում էր կինոյում, դա կինոյի համար էր, բայց թատրոնում նա անգերազանցելի դերասան էր, դա միանշանակ կարող են պնդել ձեզ։ Արայի պալիտրան դերասանական շատ բազմազան էր, նա կարողանում էր կերտել և դրամատիկ դերեր, ողբերգական դերեր և կատակերգական։ Թատերական միջավայրը, որտեղ նա կերտեց իր ուրույն դերն ու տեղը, ժամանակի հետ նրան դարձրեց հայկական բեմարվեստին նոր շունչ բերող արտիստներից մեկը։ Նա փայլում էր թե դրամատիկ, թե կատակերգական ժանրերում։ Նրա դերակատարումներն աչքի էին ընկնում հոգեբանական խորությամբ, բազմաշերտությամբ եւ որ ամենակարևորն է, զգայական ազնվությամբ։ Այս ամենը վկայում էին ոչ միայն նրա մասնագիտական պատրաստվածության, այլև արարող, ստեղծագործող տեսակի մասին։
նա մինչև վերջ հավատարիմ էր արվեստի առաքելությանը։ Արան իմ կարծիքով ժամանակակից մեր լավագույն դերասաններից մեկն է, որպես դերասան, իսկ որպես մարդ, ոնց որ ընդունված ասել, մի ճկնաղ մարդ հիանալի անձնավորություն, շատ բարի, շատ հավատարիմ ու շատ հասնող անձնավորություն, ճշտապահ շատ եւ շատ լուրջ վերաբերվող իր աշխատանքին ու մարդկանց հետ հարաբերություններին։ Ինքը բոլոր նախագծերում, որտեղ ես ինչ որ խոսքի իրավունք ունեի, ինքը պետքա լիներ անպայման։ Նույնիսկ իմ մոտիկները շրջապատը, երբ որ մտածում ենք, չգիտեմ, դերասանների ցանկով կարելի ինչ կարելի, ի սկզբանե ամենասկզբից հենց ասում են դե Դեղտրիկյանը, ասում են ապրեք, գնացինք առաջ, որովհետև չէի պատկերացնում ես, որ կարա լինի ինչ-որ նախագիծ, որտեղ Դեղտրիկյանը չլինի։ Ինքը ակտիվորեն չօգտագործվեց, ոնց որ կարող էր օգտագործվել դրսևորվել, ինքը զիլ արտիստ էր։ Եվ բացի դա էլ այսքան շուտ գնաց եւ երևի թե լավագույն դերասանական այդ իմաստության տարիները չվայելեց, որովհետև նա շատ մեծ պոտենցիալ ուներ։ Արտիստ էր տեսակով եզակի եւ ամենակարևորը հայ էր եւ արու էր։ Արու տեսակ էր։ Արա Դեղտրիկյանը համագործակցել է բազմաթիվ ռեժիսորների հետ, նրանցից ամեն մեկի հետ անցնելով ուրույն ճանապարհ։ Յուրաքանչյուր բեմադրություն իր համար դարձել է ինքնաբացահայտման ուղի, որովհետև ապրել է իր հերոսների ցավով, ուրախությամբ եւ ներքին հակասություններով։ Նրա կերտած Պաղտասարը, Մակբեթը, Պինյոնը, Մարգարը, Ժևակինը, Ազատն ու մնացյալ կերպարները հանդիսատեսի հետ խոսում էին սրտից սիրտ եւ դա էր նրա հաջողության գրավականներից մեկը։ Դեղտրիկյանը արվեստի, մշակույթի ու սեփական արմատների ազնիվ նվիրյալ էր։ Այն, ինչ նա արեց հայ բեմում, իսկական ծառայություն էր։ Երկար տարիներ ծառայել եմ հայ թատրոնում ու միշտ փորձել եմ ինձ բաժին հասած դերը պատվով կատարել։ Շնորհակալ եմ իմ շատ սիրելի հանդիսատեսին։ Չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերն ու ջերմ ծափահարությունները, մի առիթով ասել է արտիստը։ Արա Դեղտրիկյանն էր հետաքրքիր ու ինքնատիպ ձեռագիր ներբերել ոչ միայն թատրոնի, այլև կինոյի աշխարհ։ Նա այնպիսի դերասան էր, որ քաջ գիտակցում էր էկրանի պահանջներն ու կարողանում էր խցիկի առջև լինել կենսական եւ օրգանիկ։ Երբեք չմեծամտացավ, չնայած որ խաղաց շատ լավ դեր էր, շատ լավ խաղաց, շատ լավ դեր էր։ Պարզ, անմիջական, հայկական, ու այդ ամենի հետ մեկտեղ խիստ գիտակ իր գործի։ Ես կարծում եմ իմ սուբյեկտիվ կարծիքով իհարկե Արան չխաղաց այն դերը, որը կարող էր նա խաղալ, բայց ինչ էր որ խաղաց, լավ խաղաց, հավաստի խաղաց, ազնիվ էր ինքը իր գործի հետ, ազնիվ էր ինքը իր շրջապատի հետ։ Իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր։ Արա Դեղտրիկյանը 2000 թվականից նկարահանվել է հեռուստաթատրոնում, Անթրոպոլոգիա, Welcome Papa, Անարեկ որդու վերադարձը եւ հայ-ամերիկյան համատեղ արտադրության այստեղ ֆիլմերում։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր։ Նկարահանվել է Դժբախտ երջանկություն, Նրան հատիկ, Առաջնորդները եւ այլ հեռուստասերիալներում։ Հեռուստասերիալներում Արա Դեղտրիկյանի մասնակցությունը նույնպես քիչ չէր։ Պատիվ եմ ունեցել այս մեծ արտիստի եւ լավ մարդու հետ համագործակցել 2 հեռուստանովելի, Առաջնորդների եւ Նրան հատիկի շրջանակներում։ Պիտի ասեմ, որ Արա Դեղտրիկյանի հետ աշխատանքը մեծագույն հաճույք էր, որովհետև նկարահանման հրապարակ մտնելուն պես իր հետ խինդ ու տոն էր բերում այս բառերի ամբողջական իմաստներով։ Ուներ հումորի մեծ զգացողություն։ Պարտաճանաչ ու պատասխանատու էր իր ստանձնած գործի հանդեպ։ Երբեք չէր ուշանում եւ ամեն մանրուքի վերաբերվում էր խիստ արհեստավարժորեն։ Մենք նրա պակասը շատ ենք զգում եւ դեռ շատ ենք զգալու։ Ես պարոն Դեղտրիկյանին ճանաչել եւ իմացել եմ նկարահանման հրապարակում, երբ ինձ առաջարկվեց իր հետ համատեղ հանդես գալ մեկ հեռուստասերիալում, ընդ որում հանդես գալ որպես իր կին, պիտի իր կինը մարմնավորեի, իսկ մենք տարիքային տարբերություն ունենք, եթե
հիշում եք, առաջնորդները հեռուստասերիալի մասին է խոսքը, բայց հիշում եմ հենց առաջին նկարահանման օրվանից, երբ ես մտել եմ նկարահանման հրապարակ, ու հենց այդ օրը տեսարան կար, երբ պիտի ես նստեի իր գիրկը, այսպես մտերմիկ տեսարան պիտի լիներ, ու հիշում եմ, ասացի ոնց պիտի անեմ, պարոն Դեղտրիկյան, ախր ես նեղվում եմ, ամաչվում եմ, դուք ինձնից մեծ եք տարիքով։ Առաջին օրը, առաջին վայրկյանին նայեց այսպես ինձ, ասեց բալես, իմացիր հայրդ եմ, համբուրիր ինձ ինչպես հորդ կհամբուրեիր։ Ու ես այդ օրվանից իմ մեջ եղած բոլոր այդ բարիերները թողել եմ մի կողմ ու սկսել եմ իր հետ շփվել, ինչպես դուստրը հոր հետ կշփվի։ Սիրում էր պատրաստել խմբի համար ու դա անում էր մեծ հաճույքով, մինչև երեխեքը լույսն էին դնում, տեսախցիկն էին տեղավորում, նախապատրաստական աշխատանքներ էին անում, ինքը շատ համով բաներ էր պատրաստում, բոլորիս համար, բոլորիս։ Ամեն օր որոշում էր, կամ որոշում էինք, ինչ այսօր մակարոն ենք պատրաստելու լապշա կամ չգիտեմ, այսօր չէ, այսօր մսով, կարտոֆիլով ինչ-որ բաներ մտածել, իր խորհուրդներն եմ հիշում։ Ես շատ ժամանակ նկարահանման հրապարակում ինչ-որ խնդիրներով, ընտանեկան, ընկերական, թատերական խնդիրներով երբեմն լցված գալիս է հրապարակ ու իր այդ խոսալուց այնքան է հանգստանում, այնքան կարևոր բաներ էր ասում ինձ, այնքան լավ խորհուրդներ էր տալիս։ Ինքը միշտ գալիս էր նկարահանման հրապարակ իդեալական պատրաստված։ Տեքստը իդեալական գիտեր, իր օրինակ սցենարը, տպագիր պետք է իր ձեռքում լիներ, վրան աշխատած, նշումներ արած, ու Աստված չտա հանգարցակի այդ թղթերը կորեին, հանգարց, Աստված չտա, այդ վերջն էր, որովհետև ինքը աշխատել էր այդ տեքստի վրա, ինքը եկել էր, պատրաստվել էր ու իր հետ նկարահանում անելը այնքան հանգիստ էր անցնում ու թեթև, որ բոլորս գիտեինք, եթե Դեղտրիկյանն այդ օրը նկարվում, ուրեմն ամեն ինչ շատ շուշուտ, տենց արագ հեշտ կանցնի։ Արա Դեղտրիկյանն ինքնատիպ էր նաև ֆիլմերի կրկնօրինակման գործում։ Նրա ձայնն անզուգական էր եւ չկրկնվող։ Երբեք հնարավոր չէր շփոթել այդ ձայնը։ Ինքը նախանձելի հայր էր, եթե ես 100 կյանք ունենայի, պիտի ինքը այդ 100-ում էլ իմ հայրը լիներ։ Ինքը ամեն սֆերայում ա եղել նախանձելի, այնպիսի պապիկ էր, տղաներից հետ խաղալուց դառնում էր իրենց տարիքի։ Արվեստում ինքը երջանիկ էր այն առումով, որ ընտրեց մասնագիտություն, առանց որի կյանք չուներ ու անում էր դա շատ մեծ պատասխանատվությամբ ու շատ լավ։ Ուրախ եմ, որ իր ձայնը միշտ ինձ հետ կլինի, որովհետև շատ տարիներ առաջ խնդրել էի, որ ինձ համար ձայնագրի իմ սիրած բանաստեղծությունները ու ինձ նվեր էր արել 2 դիսկ ունեմ այդպիսի, միշտ ձայնը ինձ հետ է ու շատ բան է ինքը թողել, ինչով կարող եմ ես հպարտանալ, թատրոնում իր տարած դերերը, անփոխարինելի, իհարկե կյանքը երևի առանց կորուստների չի կարող լինել, ուղղակի կան կորուստներ, որից հետո պիտի սովորենք նորից ապրել, ու ես հենց այդ կորուստն է, որտեվ այդ բացը պապայի երբեք էլ չի լրացվի։ Արա Դեղտրիկյանի համար ինչպես բարձրագույն արժեք էին արվեստն ու մարդը, այնպես էլ վերդասված էր հայրենիքն ու ազգայինը։ Ցանկացած վտանգավոր կամ ճգնաժամային պահի նա միշտ ուներ իր խոսքը։ Երբեք անմասն չէր հասարակական կյանքից եւ բարձրաձայնում էր հանուն մշակույթի, արվեստի ու ազգային ինքնության։ Դեղտրիկյանը վստահ էր, որ արվեստագետը չի կարող անտարբեր լինել ժամանակի մեջ կատարվող իրադարձությունների նկատմամբ եւ ստեղծագործողի խոսքն անհրաժեշտություն է, երբ խաթարվում են արժեքները։ Իր հայրենասիրությունը երբեք չէր դրսևորում բարձրագույն հայտարարություններով, այլ ամենօրյա աշխատանքի ու արվեստում իր ճշմարիտ ծառայության միջոցով։ Արա Դեղտրիկյանն ու նրա սիրելի կինը Կարինե Աճեմյանը հանդիպել են ուսանողական տարիներին։ Կարինեն նույնպես սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Բանակից վերադառնալուց հետո, երբ դերասանն ինստիտուտում հանդիպել է Կարինեին, հասկացել է, որ գտել է իր կյանքի հավատարիմ ուղեկցին։ Եվ նա չէր սխալվել։ Շատ դժվարանում եմ խոսել, որովհետև ես կորցրել եմ իմ ամենահարազատ մարդուն։ Մենք մյուս տարի արդեն կլիներ 40 տարի, որ միասին ենք ապրում, բայց մինչև էդ էլ ընկերություն ենք արել եւ շատ տարբեր ժամանակներ, դժվարություններ ենք իրար հետ հաղթահարել, բայց նաև այնպիսի խիտ կյանքով ենք ապրել, այնքան լավ օրեր ենք ունեցել, լավ հիշողություններ եւ ես նույնիսկ երբեմն մտածում եմ, ասում եմ ամուսինների մեջ կապը պետք է երևի այդքան շատ չլինի, որովհետև շատ դժվար է կորցնել մարդ, որը քո կյանքում ամեն ինչ էր եւ ամեն ուր, ամեն տեղ ես պարզապես չեմ կարող իրեն չհիշել եւ շատ նաեւ սփոփվում եմ, որ ինձ տեսնելով բոլորը իրեն են հիշում։ Արա Դեղտրիկյանը միշտ բարձր է գնահատել կնոջ դերը, մեծրանքի արժանացնելով ու իրապես պատվելով։ Իր առաջին սիրո խոստովանությունը արտիստն արել է հենց կնոջը, Կարինեին։ Կարինեն մինչև հիմա ինձ հիշեցնում է, որ ես նրան հեռախոսով եմ ամուսնության առաջարկ արել։ Հաճախ էր կրկնում նա։ Իր եւ տիկին Կարինեի փոխհարաբերությունները իմ համար խելագար օրինակ էր։ Ոնց կարելի է լինել կնոջ հետ, ոնց կարելի է սիրել կնոջը, ինչ ռեպլիկ կարելի է բաց թողել կնոջ հասցեին, ինչպիսի հոգատարությամբ կարելի է վերաբերվել, խոսել կնոջ մասին, նաև դրանով էր բացառիկ ինքը։ Ինքը շատ ուշադիր եւ շատ շռայլ է եղել։ Ես համարում եմ, որ տղամարդու ամենակարևոր հատկություններից մեկը դա հենց այդ շռայլությունն է, սրտի մեծությունը եւ վերաբերմունքը կնոջ հանդեպ առհասարակ կանանց, եթե նկատել եք, կանայք շատ լավ են իր մասին խոսում եւ իր տղամարդկային տեսակը շատ եւ բեմում եւ արվեստում եւ կյանքում շատ գնահատված է եղել, հատկապես կանանց մոտ, որովհետեւ էլի պիտի ասեմ, որ գիտեք, մեզ մոտ աղավաղվում է եւ կանացի եւ տղամարդու կերպարը, բայց պիտի լինեն օրինակներ, որոնց հետևից մարդիկ գնում են, որոնց հետևից ուզում են շարունակել կյանքը, որոնց օրինակը իրենց համար հանդիսանում է նաեւ շատ կարեւոր։ Ինքը հենց այդ մարդկանցից էր նաեւ երիտասարդների համար։ Ցավոք շատ կարճ տևեց տաղանդաշատ ու վաստակավոր դերասանի կյանքի ուղին։ Ընդամենը 60 տարեկան հասակում նա բռնեց հավերժի ճանապարհը։ Ինչու՞։ Որն էր Արա Դեղտրիկյանի մահվան իրական պատճառը։ Ես ինձ շատ մեղադրում եմ այն բանի համար, որ ընդհանրապես բժշկի ենք, մեր դեպքում մենք պիտի բժշկի չդիմեինք, եւ ինքը կապրեր եւ իր կյանքով առողջ կշարունակեր իր կյանքը։ Ես կարդացի եւ իմացա, որ ընդամենը 2 ժամ չէր անցել դեռ, որ մենք դեռ հիվանդանոցում էինք եւ այդ բոթը բոլորը արդեն սկսեցին տարածել եւ ինչ որ մի լրագրող, կիսա պատգամավոր այն բժշկի կողմից, այն բժշկական հաստատության, որի պատճառով մենք այս ճակատագրական պրոբլեմը ունեցանք, տարածեցին, որ ինքը քաղցկեղով հիվանդ էր, բայց այդպիսի բան չի եղել, ինքը լրիվ առողջ է եղել, այդ չարաբաստիկ բիոպսիան, որը մենք արեցինք 5 ամիս հետո եւ որի պատճառով ինֆեկցիա անցկացրեցին եւ փաստացի իրեն սպանեցին, այդ դրանից առաջ էլ, դրանից հետո էլ բոլորը գիտեն, որ ինքը պրոբլեմներ չի ունեցել, այսինքն ես ունեմ փաստեր, որ այդ մարդը այդ հիվանդությամբ չի տառապել եւ ինչի համար էր պետք այդ սուտը տարածել, երբ որ Արան հունվար ամսին եւ բեմում է խաղացել տաքությունով եւ նկարվել է եւ տարածել, որ ինքը հիվանդ է եւ բանը պայքարում էր այդ հիվանդության դեմ, այդպիսի բան չի եղել։
իհարկե այդ սուտը տարածել են նրա համար, որպեսզի թաքցնեն իրենց սխալները։ Մենք բժշկի սխալի պատճառով ճակատագրական սխալի ունեցանք այն ինչ որ ունեցանք, ես էլ ինձ ճիշտ ասած չեմ կարողանում ներել, որ ես իրեն համոզել եմ ու տարել եմ բժշկի։ Մեր դեպքում դա ճակատագրական ելք ունեցավ։ Ինչ, եթե նույնիսկ պատժվել են մարդիկ, ովքեր որ դարձան առիթը այդ ողբերգության, ինչ մենք Արայիկին հետ կբերենք։ Եթե կա կյանքից հետո կյանք, ապա կցանկանայի, որ այն նույնպես հետաքրքիր լիներ։ Սրանք տաղանդաշատ արտիստի խոսքերն են։ Նա ամենուր լույս էր փնտրում կյանքում եւ կյանքից անդին։ Իր ստեղծագործական ավելի քան 4 տասնյակ տարիների ընթացքում Արա Դեղտրիկյանն անմոռանալի հետք թողեց հայ թատրոնում, կինոյում, հեռուստատեսության ոլորտում եւ մեր բոլորիս կյանքում փայլուն խաղով ու անսպառ ներուժով, հուզական խորությամբ ու բարձրարվեստ վարպետությամբ։ Նրա կերտած կերպարները հավերժ կապրեն հայ արվեստի պատմության էջերում։ Ինքը հավատում էր ճակատագրին, ու ասում էր, որ ինչ որ պիտի լինի, լինում է մարդու հետ, մենք չենք կարող կառավարել, բայց իրեն տրված տարիները կյանքի շատ քիչ էին, բայց երևի թե կյանքի տարիների թիվը չի այդքան կարևոր, ինչքան թե այդ տարիների մեջ ինչքան կյանք կա։ Իսկ ինքը շատ լավ կյանք է ապրել, բոլոր իր կյանքի էտապները հիշում է ժպիտով, պատմություններ էր պատմում, որ ամեն օր կարող էի լսել ու այնքան ջերմ ու այնքան տաք էր ամեն տեղ ինքը տաքություն էր, ամեն տեղ ինքը շատ էր ու իրան ով հիշում է հիմա էլ, ասում են, որ իրա բացը ամեն տեղ կերևա։ Ինքը չուներ այսպիսի սպի, որ ինձ թողեց, ինքը այդ առումով երջանիկ էր։ Առանց իրա ես կիսատ եմ ու ժամանակը չի բուժի։ Կորցրեցինք մի մարդ, մի էակ, որը աշխարհ էր եկել բարություն սփռելու համար, ճաշակ սփռելու համար։ Ինչ որ ուզում ես կարող ես դրա տակ պատկերացնել, ինքը ամբողջությամբ պոզիտիվ մարդ էր։ Փոքր տղաս ասում է երեք ես իրան մենակ կարող եմ տեսնել երազում ու այդ պատկերացումը, որ ես էլ երբեք իրան չեմ գրկի, անչափ կարոտում եմ ամեն օր ավելի ու գնալու ավելի եմ կարոտելու, անընդհատ իրան եմ փնտրում, տնից դրա համար չեմ ուզում դուրս գամ, որտեղ որ դուրս եմ գալիս, մի տեսակ էլ այդպես գլուխս բարձր չեմ քայլում։ Շատ պիտի կարոտեմ, ցավոք արդեն այդ բացով պիտի ապրեմ։ Արան գնաց լույսի մեջ եւ նա հիմա լույսի մեջ է։ Այդ լույսը երևի այն բեմական լույսն է, որ միշտ կրել է նա եւ կկրի։ Նա արտիստ էր, ով երբեք չէր ձգտում լինել ուշադրության կենտրոնում, բայց միշտ կենտրոնում էր իր խարիզմատիկ էության շնորհիվ։ Ռեժիսորական տարբեր ձեռագրերը նրա համար երբեք սահմանափակում չեն եղել, որովհետև կարողանում էր յուրովի հյուսել իր վարպետությունը, դառնալով ընդհանուր պատկերի անբաժան մաս։ Նրա թողածն արդեն ժառանգություն է հայ թատրոնի համար, որովհետև նվիրյալ էր, մեծ էր և գնահատանքի արժանի։ Կհանդիպենք։